Վաղ առավոտյան ժամը 6:25 տոննա դիզվառելիք տեղափոխող գնացքը բախվել է Դվին գյուղի բնակչի ավտոմեքենային։ 43-ամյա Կարապետ Փոլադյանը տեղում մահացել է, լոլիկ ու պղպեղ էր տանում հովտաշատի շուկա։ Այդ մարդը, որ մեռել է, ասենք, ով է պատասխան տալու։ Այդ կատգիցը պատասխան տալու է այդ մարդուն, չի տալու այդ մարդուն պատասխան։ Այդ մարդը եկել է, որ այդ բազար պամիդորա մեջել է, բիբարել է, որ բարձել է, մարդը տանի իր ընտանիքը պահի։ Այսօր եկել է, այս դեպքը սենց եղել է։ Կարապետ Փոլադյանը ոստիկանության գվարդիայի ավագ լեյտենանտ է։ Գյուղի վարչական ղեկավարը պատմում է, օրինակելի մարդ էր, աշխատասեր ու ընտանիքին նվիրված։ 2 անչափահաս երեխա ունի։ Մի քիչ առաջ խոսում էի գյուղացիների հետ, ովքեր գնում գալիս են Մենմանդարի շուկա, ինձ ասին, որ այդ պահին շատ ուժեղ մարախուղ ա եղել։ Ցավալի շատ դաժան, որ երևի շրջել է գյուղում, բոլորն էլ համոզված են, որ ցավով կարտահայտվեն, որտեղ շատ լավ ընտանիք է, ասում օրինակելի ընտանիք է եղել գյուղում։ Դվինում շատերն են առավոտյան բեռնված մեքենայով շուկա գնում, ապրուստը վաստակելու համար։ Կարապետն էլ այդ ճանապարհին էր։ Միշտ հարևանների հետ իրանք սենց սաղին հասնող էին։ Դե առավոտ շուտ եկան այստեղ, մեր աշխատողներից մեկը կար, ասեց այդպես բան, հələ ասեց ոնց որ չհավատայիմ, գնաց տուն եկավ, ասեց իսկական այդպես բան կա։ Մարդիկ նկատում են երկաթուղային անցակետերում ողբերգությունները վերջերս շատացել են։ Վերջինը հենց այս տարվա հոկտեմբերի 30-ին է եղել Լոռու մարզում։ Մի քանի տոննա բենզին տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է մեքենայի, վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Մարախուղի ժամանակ ես իմանում ինչ տարավ 3-4 տարի առաջ ուժեղ մարախուղ էր անցա համարը ասել է այստեղ ողջունեմ գնացքի մի վագոն անցած է եղել չէր երևում ոչ մի։ Ողբերգությունը Սիսի մոտ է եղել։ Գյուղում համոզված են ուղեփակոցի անհրաժեշտությունը վաղուց հասունացել է։ Երկաթուղին պետք է անվտանգության լրացուցիչ միջոցներ տրամադրի մարդկանց կյանքը պաշտպանելու համար։ Եթե սենց բան կա, եթե երկրորդ անգամ ճանապարհը, թող իրանք մատ բուտկա բերեն դնեն ստե, ինչ որ մեկին դնեն ստե, թող այդ դեպքում ասենք շլամբավոտ չդնեն, գոնե ասենք պոեզը գալիս է, այդ մարդերնի թեկուզ դրոշակով պահի, ոնց որ մյուս տեղերն են անում։ Պահերը հիմա ասենք, որ մեկը ստեղն էր, սենց բան չէր լինի, ասենք։ Դե պիտի պարտադիր ստեղ մեր բան դրվի, էլի։ Ուղեփակոց։ Ուղեփակոց անպայման պիտի դրվի, որ ոնց անդե մասիսում բանը, որ քաղաքի մեջ դրված է, որ գնացքը գալիս են ավտոմատ բացում փակում։ Հարավկովկասյան երկաթուղուց տեղեկացնում են, խախտումներ եղել են։ Գնացքի գծերի մոտ 2 կողմից բացակայել են կանգառի նշանները։ Գնացքն ընթացել է 50 կմ/ժ արագությամբ, հարվածել մեքենային 15 մետր հեռու նետելով։ Ընկերությունը նշում է, որ համայնքային պատասխանատուները պետք է հետևեն, որ բոլոր նշանները տեղադրված լինեն։ Հովտաշատի շուկա գնալու համար բազմաթիվ վարորդներ են անցնում գնացքի գծերի վրայով։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։